Ինչ կասեք Փաշինյանը, եթե հանդիպեք կամ ձեր դիմացած։ Ինչ պիտի ասեմ, թոշակառ մարդը ինչ պիտի ասեմ։ Կասեմ մի 20,000 թոշակը սկտրի ավելի լավ կլինի։ Չեմ էլ բարևի։ Ասեմ Նույնը։ մեզանը չերում ունա։ Ժողովրդի չերում ունա, դու ժողովրդական մարդ ես։ Շուտ խոսող մարդ ես։ Հետաքրքիր հարց ես տալի։ Ինչ պիտի ասեմ։ Ասեմ մի քիչ ուժեղ լինի։ Կարանա կարգու կանոնը կարգավորի, ես այնպես բաներ էլ դուխը տեղը պահի, կարգին հաշվի նստի կողմի պետությունների հետ, դուխը տեղը պահի, ոչ թե այդպես չես ասում էլի որպես ղեկավար ասենք թուլոկ։ Ես նրան որ հանդիպեմ չեմ բարի։ Ես կասեի, որ ինքը, ասենք ինքը որ լավ ղեկավարի Հայաստանը ու Հայաստանը զարգանա ու բարգավաճի։ Մեզ պետք է ուժեղ, հայրենասեր, կրոնասեր մարդ։ Դեպի մասն թոշակառը կնի թոշականող տեսանակն եմ տղասա մահացել։ Ես վայ խնդրում դեր թոշակը։ Ավավերցեն էլի։ Նա ասում է նա կհասի կամ չի ասի, ես կամպանի չեմ ասել։ Սովետի ժամանակից չէին կամ լրագրողներ հարցին ժողովուրդ չէին ասում իր պատմությունները, որտեղ ժողովուրդը կարիք է ապրում։ Ճիշտ է։ Այսօր նիստախողը իրակին ասում, հասախողը իրակին ասում, խոսքի երշիկ ծախողը իրան ասում, խնձոր ծախողը իրան, ինչի շուկայում։ Դրաներ իմանայեք, այսօր խոսքի Փաշինյանը օրինակ սենց մտածել, էլի 10,000 կամ 20,000 դրամով թոշակները բարձրացնում է։ Սենց մտածել, էլի։ Օրինակ։ Բանը հաց ծախողը կամ միս ծախողը կամ խնձոր ծախողն էլ իր ապրանքն է բարձրացնելու, էլի դառնալու է նույն արժեք, ոչինչ չի փոխվել։ Իսկ եթե պետությունը վերցնի իր հսկողության, տակ այդ ամեն ինչը, բարձի որ մեր թոշակառուն է լավ